Բարև ձեզ աղասի եւ հարաբո, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք համերգից առաջ եւ գիտեմ, որ դուք հրաժարվում եք հարցազրույցներից եւ ինձ համար հավատացեք, դա մեծագույն պատիվ է ձեզ հետ այսօր այստեղ զրուցելու։ Ինչ զգացմունքներ եք դուք ապրում երկար ժամանակ բացակայելուց Հայաստանից։ Կարող եմ ասել, գիտեք, երբ որ հայերը շատ են լինում մեր համերգներին, մեփլեցուն է լինում դալիճը, ազգայինին շատ են գալիս, դա արդեն համար բավականին մեծ լավ դրական զգացմունք է։ Երբեմն լինում են, որ քաղաքներ, որ քիչ են լինում հայերը։ Ես մի քանի բան ավելացնեմ եղբորս պատասխանին, ասացին նախ եւ առաջ շնորհակալ ենք հյուրընկալելու համար եւ աջան զգացողությունները գիտես ոնց է, բնականաբար անփոխարինելի է հայրենիքի եւ ընտանիքի ջերմ զգացողությունները, ինչքան էլ որ մեկնում է շրջագայության դրսերը, այդ նույն ջերմությունը, հա, բնականաբար քո ժողովրդից կստանաս նույն դահլիճում, բայց որ ասում եք ինչ զգացողություն է ընտանեկան առումով եմ ասում, կարելի է ասել ընտանեկան այդ զգացողությունը չես զգում, դու բնականաբար լինելով օտարապում։ Ունեք շատ սիրված երգ, թե որ հայս հայ մնա։ Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, թե հայը ով է եւ ով է ձեզ համար իդեալական կերպարը հայի։ Ոնց էլ ուզենաս բացատրես, մեկը համով ու սիրուն է հնչում հայի կերպարը բացատրելով։ Հայ օրինակ, տեսեք, եկել ենք Սարատով քաղաք, ունենք մի հրաշալի այստեղ հայուհի Ալինա Առաքելյան։ Տեսեք, ինքը ծնվել ապրել է օտարապերում, ծնվելով էստեղ, մեծացել է էստեղ, բայց այսօր ինքը այսօր պետքա երգի հայերեն տունիմ հայրենին։ Ինչքան հայեցի, ուրեմն հոր մոր, ինչքան հայեցի դաստիարակություն է ստացել այս աղջիկը, լինելով օտարապերում, սովորելով ռուսական շկոլայի երգեցողությամբ, բայց ինքը հայ մնալու շատ մեծ ես հպարտացա օրինակ այս պահին, չէ՞, Այո, իրականում հպարտանալու անշուշտ։ Հայ կերպարը կարող ես այդպիսով նկարագրես եւ հայ կերպարը ամենակարևորը կարող ես նկարագրել նաեւ ընտանիքից, ինչ դաստիարակություն է ստացել երեխան եւ հայ երիտասարդի մասին նույնիսկ։ Երբ որ խորանում ես արդեն նայում ես հետ, հայ կերպարը կարող ես բացատրել մի բառով, կարող եմ ասել երկու բառով, նոյի զավակներ, այդքանը արդեն հերիք է, որ հայ կերպարը նոյին վայել այո։ Ընտանիքից մեծ բան է գալիս, հորից, մորից, հայ մնալու խնդիրը դա ընտանիքից շատ մեծ բան է գալիս։ Ամենակարևոր ներդրումը սփյուռքահայի ո՞րն է։ Սփյուռքում ապրող հայերի համար ամենակարևոր ներդրումը ընտանիքի հայկական ավանդույթները պահելն է, Ազգային արժեքներ։ Կինը հայ կնոջ կերպարը շատ կարևոր է, որ տարբերվի օտարազգի կնոջ կերպարից։ Հայ կինը պետք է լինի հյուրասեր հայկական ավանդույթներով, ամուսնու երեխաների հետ, ոնց որ մեր ընտանիքներում, ոնց որ մենք գիտենք, ոնց մենք մեծացել ենք։ Շատ կարևոր է հայ լեզու պահել եւ հայկական ուրեմն երգերաշտությունով մեծանալը շատ կարևոր։ Լինում են շատ տեսնում ենք, որ դեպքեր, որ ասենք Ամերիկայում անգլերեն են խոսում փոքրերը դպրոցից գալիս են տուն, Դեպքի իմ հետ եղել է։ անգլերեն պատասխանում։ Ես եւ քույրիկներս անգլերեն ենք խոսում տան մեջ, ու տենց պայտակ։ Պապան եկավ սիրուն չամադանները դրեց, ասեց վեկալեք ձեր վեշերը ու հել եք տան մեջ խստիվ արգելվում է այլ օտարի լեզուն խոսալ։ Միայն ու միայն հայ։ Դուք ծնվել եք Ամերիկայում։ Չեմ ծնվել, ապրել եմ Ամերիկայում 16 տարի, 8 տարեկանի, երբ որ Հայաստանից մեկնեցի Միացյալ Նահանգներ։ Մտածում եք այդ ժամանակ Հայաստանի մասին, ուզում եք Միշտ։ թե Միշտ։ Հենց էտա որ տան մեջ մեր ընտանիքի օրինակ իմ եղբայրս մեծացել է տես Ամերիկա, բայց ես գնացի եկա 2008-ին, ես տեսա որ իմ հոպարի տունը հայկական է։ Չէի կասկածում, որովհետև Ներսիկ Իսպիրյանի տունը չէր կարող օտար լինել, եւ շատ մարդիկ ինձ այդ երկիչ երգչուհիները
զարմացած էին, որ այս Ամերիկայի Լոս Անջելեսի քաղաքում շատ հայեր, բոլորովին մարդիկ կային, հայերեն չէին էլ խոսում, ոչ հերը, ոչ ոման։ Բայց մեր տունը, ինչպես միշտ, բնականաբար դա այդպես է, մեծից է գալիս։ Միշտ փորձել ենք օրինակ ծառայենք։ Այո, այդպես էլ կա։ Որն է ձեր ոգեշնչման աղբյուրը, որտեղից եք կուրս տանում հայրենիքի համար ստեղծագործելու, մանավանդ այս փուլում, երբ որ մենք ապրում ենք հիասթափության, հուսահատության պահերը։ Ես ասեմ, ասա, ոչ։ ճիշտ է որ ասեմ, լինելով փոքր է եւ ընտրելով երկի ճանապարհը, ինչպես նաեւ իմ եղբայրս է ընտրել, այդ ամեն ինչը գալիս է մեր պապիկից, մեր աղասի պապիկից, Աստված իր հոգին լուսավորի, այդ դաստիարակությունն էլ նաեւ, որովհետեւ մեր տան մեջ միշտ քարոզչականը եղել է հայրենիք, հող ու ջուր, ազգ եւ այդ ամեն ինչ, ազգային արժեքներ։ Դրա համար փոխանցվել է մեզ, նույն ձևի մենք ուզում ենք փոխանցենք մեր սերունդներին։ Եվ գիտեք, մեր մեծ տան մեջ, երբ որ 90-ական թվականներին բոլորս միասին էինք ապրում, ուրեմն ամեն օր չեմ շավազանցում, անկեղծ եմ ասում, ես 10 տարեկան էի, Արաբոն 1, 2, 3 արդեն 3 տարեկանից արդեն Արաբոն էլ տեսնել լավ չէր խոսում, բայց արդեն երգում էր արին։ Լալոշ երգում էր։ Բաները ունենք, ինֆորմացիաները ունենք YouTube-ում։ Հա, ուրեմն գիտեք ինչ, մեր տան մեջ միշտ ազգային երկու պար էր։ Պարը մեր աղջիկները, քուրիկները, հարսները, ու գալիս էր հարս մեր օպարիկին ասում, թազա հարսները, պարտադիր այդ մշո գովնդները, քոչարիները պարում էին ու երեխաները փոքրուց մենք պարն ու երգը մեր մեջ եղել է, որովհետև տան մեջ էդ էին լսում, մեր պապիկից եկած, որ եղբայրս նոր բնականաբար արդեն ավելի մեծ մասշտաբով, ուրիշ բան չենք լսել մենք։ Նաև մեր մտածելակերպն էլ է ժամանակակից, մեր հագուկապն էլ է ժամանակակից, բայց արժեքներն ու ազգային արժեքները պահելը ամաչելու։ Տեսեք, ամուսնացել ենք, ես, հետո Արաբոն, մեր օպարի տղաները, մեր հարսները, որ եկել են, եթե չգիտեր, անպայման սովորում էր։ Մշո պարերը մեր, մենք ձեռնապար գրեթե չենք պարել, որտեվ մեր տան մեջ ձեռնապարի երգեր չէր, թող ինձ ներողություն են։ Բայց լինում է խնջույքների ժամանակ։ Ну հա, հիմա լինում է, բայց այն ժամանակ ուրախության դեպքում կարելի է, ինչու՞ չէ։ Ինչ հետաքրքիր է։ Ավելի շատ ավանդական, Ավանդական։ պարել ենք, ավանդություններով գնացել է այսպես։ Աղասի, ես գիտեմ, որ ձեր որդին հիմա ծառայության մեջ է, եւ շատ հետաքրքիր է, երբ որ հիմա երիտասարդները խուսափում են այդ կյանքի փուլից, ձեր տղայի որոշումն է եղել ծառայելը, թե դուք եք նպաստել, որպեսզի նա դա ապարգ հայրենիքին, քանի որ դուք եք անցել այդ շրջանով։ Բնականաբար երիտասարդը չի ուզի իր տուն տեղը թողի, իր լավ կյանքը թողի, գնա ինչ-որ մի ռեժիմի մեջ, տես ծառայություն բառը ծառայել, արդեն ծառայել ինքը նշանակում է ծառայել, ու արդեն մի քիչ կոպիտ է հնչում, ծառա դժվար բարդ բառը, ծառայել արդեն լավ բան չկա իհարկե, բայց քանի որ մենք մեր ամբողջ կյանքում իհարկե ես ծառայել եմ Ղարաբաղում 98 թվականին, արիժ չի, մենք մեր որդուն ազատ ենք հայոց բանակից, ուրիշ բան, տարոնը ապրել դրսում, ինչ-որ դրսի քաղաքացի լիներ, դա նորմալ է, ես նորմալ եմ համարում, բայց եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնվել, մեծացել, ապրել ես այդ երկրում 20 տարի, դու պարտավոր ես քո ուրեմն ծառայությունը տաս հայոց բանակում, տեսեք ինչքան գեղեցիկ է, զինվորները իրար մեջ զարգմահորը ասում է, վայ գիտեք ով է եկել ծառայության, պապա ջանով է ասում, Իսպիրյանների ընտանիքից սմարթն է եկել, արդեն որակ է բարձրանում այդտեղ, սպայական անձնակազմը տեսնում են, որ հոպ ճանաչված մարդու ընտանիքից զավակ է եկել, այդտեղ ուրիշ իրաներ դնում նա արդեն խաղում, պարտավորություն է, ես կոչ կանեմ բոլորն էլ չխուսափեն, թող ծառայեն։
դուք որպես ճանաչված տոհմի երգիչներ, ինչ դժվարությունների հետ եք բախվել ձեր երգի ճանապարհին, թե նա արդեն իսկ հարթ էր։ Երբ որ դու ուզում ես մուտք գործես արդեն բեմական կյանք ու երգում ես հատուկ քո ոճը, քո երգը քո ընտանիքի ու այդտեղ նայում ես լիքը ոճեր կան, լիքը երգիչներ կան, շատ դժվար է, գիտեք, այտենց սկզբում, այտենց որ նոր ես, այս շոու բիզնեսի կյանքը շատ մի քիչ լավ ասեց ախպերս, քիչ շատ բարդ է, գիտեք, նախանձությունը, բանը շատ ա եղել, ժամանակին դու երգում ես իրանցից, մարդ կա երգել է, բան, այտենց արդեն անուն ունի, բայց դու երգում ես իրանից լավ, բայց որ դու նոր ես, ոնց որ չուզենան քեզ աջակցեն։ Բայց դու այնքան ես անում, որ 10 անցնես այդ ամենին արդեն։ Որ մի գործի մեջ դժվարություն չկա։ Որ վերցնենք ամեն գործի մեջ էլ դժվարություն կա։ Մեր մոտ այտենց հալած յուղած չի եղել, որ հելել ենք մի անգամից ամեն ինչ իմանալով, սիրուն պատրաստ ենք երկել, պատրաստի, այտենց կան մարդիկ, բայց բնականաբար դժվար ճանապարհներ կա բոլորի մոտ։ Ու այդ ամենին հաղթահարելը արդյունքը արդեն հետագայում տեսնում ես ու գնահատականը քո ժողովուրդը տալիս։ Իհարկե ունեցել ենք մեծ Մերսիկ Իսպիրյան, որի արդեն դերակատարությունը շատ մեծ, արդեն մեծ ճանապարհի, որ իր երկերը արդեն պատրաստ։ Այդ հնարավորությունը տված է, բայց դու պետք է աշխատես, պետք է ձգես քո քեզ ցույց տաս։ Ինչքան էլ ճիշտ է լինի, բայց դու պետք է քեզի ցույց տաս, որ դու շարունակում ես դա։ Մարդիկան հնարավորություն ունեն, բայց միանգամից գցում են ջուրը այդ հնարավորությունը։ Դասերի ժամանակ շատ եմ ծանոթացնում երեխաներին ձեր երգարվեստի հետ եւ շատերի համար դուք առաջին հայ մարդու կերպարն եք, հայրենասեր մարդու կերպարն եք։ Ինչ հարց կտայիք հայ երիտասարդներին, մանուկներին, որպեսզի հասկանանք իրենց հայրենագիտության մակարդակը։ Հարց ունես։ Հարց ունեմ։ Այ օրինակ աղջիկներին հիմնականում հարցս, որ մեծանակ գազեր ամուսնության ժամանակը նախընտրեք ավելի շատ Հայաստանում ապրեք, թե կմնաք օտար երկրում։ Ոնց կնախընտրեք, թեկուզ եւ ձեր ամուսինը լինի օտար երկրի, ոնց կնախընտրեք Հայաստանում, կարող է լինի օտար ազգի։ Չէ, մի ասա։ Ես գիտեմ դե ուզում եմ մեր երիտասարդները բոլորը մի քիչ հետևողական լինեն իրանց անցյալին, այսինքն իրանց նախադարյան պապերի, հայրերի, որ հողից են գաղթել եկել եւ այդ բոլոր պատմությունները ուզում եմ անպայման ներկայացնենք մեր Եվակույրիկին։ Շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Մենք ենք շնորհակալություն հայտնում ձեզ Եվա ջան, որ հյուրընկալեցիք մեզ եւ երբ գանք Սարատով անպայման նորից հարցազրույցի կմասնակցենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Դե մեծ սիրով կմնամ համերգին մի քանի դրվագ նկարելու համար, կարելի։ Ապրես դու, որ հայկական գործ ես անում։ Շնորհակալ եմ։ Աստված թող պահպանի քեզ։ Ձեզ ընտանիքներին ձեր սիրուն բարիքներ։ Ապրեք։